Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, որը Ալիևյան ապարատում շատերի դիտարկմամբ երկրորդ մարդն է համարվում, ով արտաքին քաղաքականության պատասխանատուն է երկրում կատարվող, այո, բավականին ուժեղ պերսոնաժը, ես սա ցավով եմ նշում, այո, նրանք մեր թշնամիներն են, բայց Հիկմետ Հաջիևը բավականին պատրաստված կադր է, ինքը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը ըստ էության, այսպես ասած խաղաղության պայմանագիրը ըստ էության չի լինելու, քանի դեռ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ չեն հանվել այն դրույթները, որոնք իբրև թե պարունակում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Պարոն Նահապետյան, վերջին ամիսների ընթացքում ես գոնե չէի ֆիքսում Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից այսպես վերջնագրային տոն ուղղված Հայաստանի իշխանություններին եւ տպավորություն էր, որ իրենք լռում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա այստեղ իր հարցերը լուծել, բայց Նիկոլ Փաշինյանը ըստ էության չկարողացավ ամբողջապես լուծել, իր առջև դրված խնդիրը։ Խոսքը սահմանադրական մեծամասնություն ունենալու մասին է։ Նա այո, ցավոք սրտի կարողացավ կեղծիքներով, բռնաճնշումներով վերարտադրվել, բայց անգամ այդ ռեպրեսիվ մեքենայի ամբողջական աջակցությամբ հնարավոր չեղավ գրանցել սահմանադրական մեծամասնություն ունենալու արդյունք։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ըստ էության ասում է դու ունես խնդիր եւ լուծի այդ խնդիրը, ոնց ուզում ես լուծի։ Եվ եկեք փորձենք հասկանալ ինչու է Ադրբեջանը շտապում, որտեղ ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է, չնայած այն բանին, որ ունի իր դեսպանը Հայաստանում իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Դավիթ, շտապելու խնդիր չի, հիմա պատկերացեք զուտ միջանձնային հարցումներով, հարաբերություններով նայենք, մեկը մեկին բան է խոստացել, ժամկետներ են ֆիքսել։ Հիմա օպտիկ կատարի խոստումը չի կատարում, չես կարծում դիմացինը փորձելու է այդ ժամկետների մեջ ասելու է, որ ես քեզ տվեցի, դու խնդրեցիր, ժամկետ տվեցի, ինչ պայմաններ տվեցի, հիմա ժամանակն է, որ կյանքի կոչես։ Ընդորում այդ նոր սահմանադրության մասին Ադրբեջանի եւ նախկինում եւ ներկայում եւ ապագայում ցանկացած բարձրաստիճան պաշտոնատարանց իրեն իրանք հավերապահ մատ թափտալ Փաշինյանի եւ Հայաստանի եւ այլ ժողովրդի վրա ասելով որ նոր սահմանադրություն է պետք։ Հիմա Փաշինյանը ասում է 2/3 չունը։ Ձեր տալիս է, չի տալիս իրեն, ես գնահատում իրան ձեր չի տալիս 2/3 ունենալ, բայց ուրիշ տարբերակ էլ կա։ Օգոստոսի 2-ին նոր խորհրդանն է, չէ՞, կազմավորվում։ Մինչև հանձնաժողովներով եւ այլն ինչ-որ ժամանակ անցնելու է։ Ու դրանից հետո Ադրբեջանը չի ուզում, որ այդքան ժամանակ անցնի։ Հիմա ուզել չուզել լավ ինչ պետք է արվի։ Ես կարծում եմ ընդհանրապես Նիկոլին ասելու են Արագի մեջ 6 օր ժամանակ 6 Գեգամ Նազարյանն ես գտնում ընդդիմության շարքերում։ 64-ը դառնում է 70, չէ՞, պատգամավոր, դա քեզ 2/3։ Ենթադրենք դա էլ չի լինում։ Ադրբեջանը ինչպես պետք է Ռազմական։ Իհարկե։ Չէ ուրիշ ինչ, հիմա ժամանակ է սարմով Ադրբեջանի օգտին չի, իդեպ ասում ես։ Ինչու՞ դա եմ փորձում հասկանալ։ Ну նայեք։ Ինչ ասել է նոր սահմանադրություն Ադրբեջանը ինչ մաքսիմում այսօր ուզում է վերցնի, փոկի, ցանկացածից վերցնելու է։ Որտեղ վաղ ուժերի հարաբերակցությունն է փոխվում։ Ու պատկերացեք այսպես, Բրիտանիան Ադրբեջանում ասող չի, Ամերիկան էլ Հարավային Կովկասում ասող չի։ Դառնում Իրանը։ Դառնում է Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, եթե Թուրքիան Իրան մի քիչ ճիշտ բայց, մի քիչ էլ Թուրքիան։ Ինչ դրանից հետո Ադրբեջանը օրինակ կեցված կա դրսևորելու եւ ասի օրինակ Հայաստանից էսքան ինձ, հա, ասելու է, չի ասելու, վստահաբար չի ասելու։ Կամ Իրանից էսքան ինձ, կամ ես Սեֆյանների ժառանգության իրավական կրողն եմ եւ ինչ որ բաներ պիտի վերցնեմ, չի ասելու։
որտեվ հանգուցալուծման է գնում, այս պատերազմը Իրանի դեմ, Ուկրաինայի արդեն ոնց ասեմ, վերջը ոչ թե երևում է, ինձ համար գոնե հստակ է, թե վերջում ի՞նչ է լինելու, բայց նաև երևում է այն ճանապարհը, որով այդ դեպի վերջը գնում է։ Օրինակ գերմանացի զինվորականները 1943 թվականի փետրվարի սկզբին, երբ ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը, սկսեց ի դեպ Պաուլոսն էլ գերին գավ։ այո, այդ մեծ ռազմական խմբավորումը շրջափակման մեջ է կարողացան վերցնել։ Այսօր 16-ն է, թե 7-ը։ 16-ը։ 17-ին Ստալինգրադի ճակատամարտի սկիզբն է ի դեպ։ Այսինքն վաղը 42 թվականի Ստալինգրադի ճակատամարտի սկիզբն է։ Հիմա սա ինչի հիշեցի Ստալինգրադի ճակատամարտը։ Երբ որ ավարտվեց, գերմանացի զինվորականներ, պրոֆեսիոնալ, բարձրաստիճան կրթություն ստացած, արդեն իրենց համար պարզ էր, որ Գերմանիան պարտվելու է։ Նայեք 43-ի փետրվար եմ ասում, Եվ ի դեպ այդ Ինչու, որտեվ իրենք գնահատում էին զինվորական տեսանկյունից եւ Հիտլերի դեմ երկու մահափորձ եղավ։ Մեկի մասին առանձնապես չեն խոսում, բայց երկրորդի մասին զոհեր եղան, ինքը վիրավորվեց։ Հիմա սա ես ասում եմ նրա համար, որ Ալիևը օրինակ ինքը հասկանում է եւ ինքն էլ է տեսնում վերջը, բայց այդ վերջի միջը վերջը հասնել, այսինքն Իրանի դեմ պատերազմը ավարտելը, Ուկրաինայում պատերազմը ավարտելը, այդ ընթացքում ինքը ինչ հասցրեց, փոկելու է, ընդ որում բավականին կոշտ կեցվածներ է ընդունում Ռուսաստանի հանդեպ